Երկար մազերով սպանված թռչունի պես, լայն փողկապը քամուն տված, թափթփված ու անխնամ խորապես զզված ամեն ինչից, ահա անցնում է վերջին բոհեմը, արվեստագետը։ Նա գալիս է անհիշատակ ժամանակներից, միշտ ամեն դարաշրջանի եւ երկրի պայմանների հետ փոփոխելով իր դեմքն ու կեցվածքը։ Մեռավ այդ դարաշրջանը, որտեղ նա հաղթողների ու տիրողների պարծանքն էր, երբ իր ստեղծագործություններն էր բարգավաճման ու գոյության չափանիշը։ Ռենեսանսի շրջանից, երբ դրամատիրական իշխանությունը իր թաթը դրեց եւ ընկճեց ամեն ինչ, արվեստագետն այլևս դարձավ ծառան, նվաստ հպատակը ոսկու։ Արդեն լավագույն դեպքում նրան շրջապատում էին բարձր վարձատրությամբ եւ շքանշաններով, բայց միշտ իր տիրոջ փառքը ակնհայտ դարձնելու համար, չէ՞ որ ծառային նայելով կարելի էր դատել տիրոջ մեծության մասին։ Բայց այլևս մեռած էր նրա սիրտը դեպի իշխողը եւ ուժեղը։ Արվեստագետի եւ տիրողների մեջ բացված է մի բի։ Նրա գործերը զարդարում են պալատները, տաճարները, բայց ինքը նկուղներում է ապրում, հաճախ մոռացված։ Նա հասկացված չէ։ Արվեստագետի նուրբ ու զգայուն հոգին ատում է օրենքը, որովհետև տեսնում է, որ այն ծառայում է ուժեղներին ու հարուստներին, եւ ահա նա փախչում է օրենքից, ստեղծում իր ուրույն աշխարհը։ Այս խոսքերը հեղինակել է մի մարդ, ում համար դրանք արվեստագետի ու նրա աշխարհի էությունը բնորոշող բառեր չէին սոսկ, այլ սեփական կյանքի փորձով ամրագրված ճշմարտություններ։ Տիրողների պարտադրած իրականության եւ իր ստեղծած արվեստի աշխարհի միջև գոյացած վիհը խորացած էր այնքան, որքան եւ ոչ մի ուրիշ արվեստագետի պարագայում, քանզի կյանքի ու արվեստի ազատության նրա հավատամքը ձեռնոց էր, նետված իշխող կեղծիքին ու ստրկամտությանը։ Իր հարազատ ժողովրդի երջանկության կերտմանը մասնակցելու նրա ազնիվ մղումին խորհրդային առաջնորդներ հորջորջվող որենիները հատուցեցին հալածանքներով, մթին զնդաններով ու կտանքներով, նպատակ ունենալով հունցել նրանից ստրուկ ու համախոհ կամ էլ հակառակ դեպքում ոչնչացնել նրա անունն ու արվեստը։ Սակայն միայն ժամանակը պիտի պատասխան տար արվեստագետին բռնի հավատափոխ անելու այդ արարքին եւ արդար մրցավարի պես այն տվեց իր արդար պատասխանը։ Տապալվեց ու անցյալի հուշերում չքացավ բորոնիների օրենքը եւ այդպես է լինելու միշտ։ Փոխարենը կա ու հավերժ կլինի մարդու եւ արվեստագետի այն տեսակը, որը ճանաչելի դարձավ սերունդներին, հանձին, Երվանդ Քոչարի պես մարդու։ Հաճախ եւ հարց է ցակում ով են մեր կերպարվեստի մեծերը 20-րդ դարում եւ եթե սկսում ենք թվարկել անուններ, իհարկե անպայման հիշատակվում է Երվանդ Քոչար։ Սա մի դեմք էր, որը կարծում եմ, որ ժամանակը կգա դեռ շատ կխոսվի եւ շատ կասվի նրա մասին, քանի որ մեծությունները, ինչպես գիտենք, հեռվից են երևում։ Մենք արդեն թվակողել ենք 21-րդ դար եւ այսօրվա հայացքով դիտելով թե ինչ է արել այս մեծը, այս անձնավորությունը, այս արվեստի գրակ մեջը պարունակող անձնավորությունը, հաճախ զարմանում ենք։ Անհասկանալի է ինչպես 20-րդ դարի սկզբում մարդ կարողացավ հենվելով կլասիկ բարձր արվեստի վրա ստեղծել մի նոր խոսք, որը մինչև այսօր արդիական է։ Արդիական լինելով շատ-շատերին է հրապուրում եւ շատ-շատերն են փորձում կրկնել։ Ապարդյուն իհարկե կրկնել հնարավոր չի եւ անիմաստ է, քանի որ սա արել է մի մարդ, որը արել է իրենը։ Նա ծնվել է 1899 թվականի հունիսի 15-ին Թիֆլիսում, ծագումով շուշեցի Սիմոն Քոչարյանի ընտանիքում։ Թիֆլիսը կյանքի մի առանձնահատուկ դարբնոց էր, նրանում ապրած մանկությունը մեջտարթուն մի հուշ։ Հավերժ գեղեցիկ, հին ու նոր, ծեր ու երիտասարդ այդ քաղաքը կռել ու դաստիարակել էր հայ արվեստագետ մտավորականության քանի սերունդ։ Թիֆլիսը համալսարանաշատ Լոնդոն չէր, ոչ էլ բոմոնդային բարձրաճաշակ սալոններով հայտնի Փարիզ։ Ակադեմիական գերազանց կրթությունը չէր նրա տվածը իր ծոցում ծնված զավակներին, այլ ուրիշ մի բան։
ծով, կենսասիրություն եւ հարուստ ներկապնակ, ապագայում ստեղծագործելու համար։ Թիֆլիսն ինքը կյանքի համալսարան էր եւ նրա յուրաքանչյուր փողոցը, շուկան, քեֆչիների դուքանը, ընչազուրկներով բնակեցված նկուղը մի դաս ու դասարան մանուկ հոգիների համար։ Հենց այդ կյանքի համալսարանում ուսանեց փոքրիկ Երվանդ Քոչարյանն իր ընկերների հետ, որոնց թվում էին ապագայում աչքի ընկած այնպիսի անձնավորություններ, ինչպիսիք էին Ալեքսանդր Բաշբեուկ Մելիքյանը, Հովսեփ Կարալյանը, Կարո Հալաբյանը ու շատ ուրիշներ։ Ահա Քոչարի կենսագրության սկիզբը, որ շատ բաներում նույնական էր Թիֆլիսի իր սերնդակիցների կյանքի առաջին տարիներին։ 1918 թվականին նա ավարտել էր հանրահայտ Ներսիսյան վարժարանը։ Արդեն այդ միջոցին սկսած 1915-ից Քոչարը հանրակրթական դպրոցի հետ զուգահեռաբար սովորում էր նաև գեղարվեստը խրախուսող Կովկասյան ընկերության նկարչության դպրոցում Եղիշե Թադևոսյանի ղեկավարությամբ։ Նկարչությունը նրա տարերքներու շնորհը, որը ի հայտ էր եկել արդեն մանուկ հասակում ու համակել էր նրա ողջ էությունը, ինքնին ուղենշելով ապագայի ընտրությունը։ Երբ նկարչության ուսուցիչը, նշանավոր հայ նկարիչ Եղիշե Թադևոսյանը տեսնում է 13-ամյա պատանու գեղանկար առաջին աշխատանքներից միայնակ կինը, այնքան է ոգևորվում, որ ուրախությունը չկարողանալով զսպել, նկարը ձեռքին նետվում է ուսուցչանոց, բացականչելով հրաշամանուկ է ծնվել։ Երվանդի համար արվեստն ինքնանպատակ մի ասպարեզ չէր, ոչ էլ փառքի հասնելու ճանապարհ, ինչպես սովորաբար այն ընկալվում է դեռ պատանի ստեղծագործողների շրջանում, այլ բացարձակին ձգտելու մարդկային բաղձանք ու պահանջ։ Դեռ 20-ը չբոլորած պատանին աչքի ընկավ արվեստի ու գեղեցիկի մասին այնպիսի իմաստալից դատողություններով, որոնց աստիճանին ստեղծագործողը սովորաբար հասնում է տասնամյակներ արվեստի բովում թրծվելուց հետո միայն։ Իսկական արվեստը հուզիչ է, ցնցող, շատ անգամ անողոք ու տանջող։ Այդպիսի արվեստի խնդիրն է իր հոյակապ ձգտումներին լուծում տալ ողբերգության բարձունքից։ Արվեստը պաթոս է մարդկային հոգու, էմոցիայի ծայրահեղ լարում։ Ահա մշտնջենավոր բովանդակությունն արվեստի։ Պատերազմը, ռումբերն ու թնդանոթներն անցողիկ են, իսկ գեղարվեստը մշտնջենական։ Այս խոսքերն ասվել են մի ժամանակ, երբ աշխարհը պատերազմների տենդի մեջ էր, իսկ իր հայրենիքը մղձավանջների հորձանուտում լինելիության կռիվ էր տալիս։ Պատանի Քոչարը բառացիորեն հիվանդացավ ռենեսանսի պայծառ դարաշրջանով, իր սրտում բյուրեղացնելով այն համոզմունքը, որ հենց այդ ժամանակամիջոցին մարդկությունն ապրեց իր մտավոր ու հոգևոր թռիչքի բարձրակետը։ Այդ բարձունքի խորհրդանիշը Քոչարի համար Լեոնարդո դա Վինչիի անունն էր։ Շատերը կարող էին վկայել, որ նույնիսկ տասնամյակներ անց յուրաքանչյուր առիթով լսելով մեծն իտալացու անունը, Քոչարի աչքերը փայլատակում էին։ Ոգեշնչումի բարձրակետին էր հասնում նրա տրամադրությունը, թևեր էր առնում, անկեղծորեն վարակելով դիմացինին նույնպես։ Լեոնարդոն նրա համար կրոն էր ու հավատամք, միաժամանակ կատարողական արվեստի գագաթ, իմացության խորհրդանիշ։ Լեոնարդո դա Վինչի իր դասախոսությունը Պատանի Քոչարը կարդացել էր Թիֆլիսի Հովնանյան օրիորդաց դպրոցում 1920-ին, երբ ինքը դեռևս 21 տարեկան էր։ Լեոնարդոն աստվածացնում էր բնությունը եւ նրա ուսումնասիրությունը դարձնում էր կրոն, ասում էր Քոչարը։ Լեոնարդոն ռենեսանսի հայելին է եւ ռենեսանսը Լեոնարդոյի էությունը։ Ռենեսանսը ճշմարտության եւ գեղեցկության անհագուրդ ծարավի շրջան էր, տարված հունական կուլտուրայով, մեծ ու հոյակապ պրոյեկտներով։ Ճշմարտության եւ գեղեցիկի սեփական ծարավին հագուրդ տալու համար 1918-ին Պատանի Քոչարը իր մանկության ընկեր եւ ապագա մեծ ճարտարապետ Կարո Հալաբյանի հետ մեկնեց Մոսկվա, ուր ընդունվեց ազատ գեղարվեստական արվեստների դպրոցի վերջին կուրս, որը ղեկավարում էր Պյոտր Կոնչալովսկին։ Մոսկվայում նա ապրեց ու ուսանեց ընդամենը 1 տարի, սակայն դա էլ բավարար եղավ Քոչարին ընդլայնելու իր տեսական գիտելիքներն արվեստի մասին եւ հղկելու ձեռքը։ Ժամանակները չափազանց բարդ էին։ Ռուսաստանում կիզակետին էր հասել քաղաքացիական պատերազմը։ Մոսկվայում մնալու, ուսումը շարունակելու եւ աշխատելու հեռանկարը չափազանց հեղեղուկ թվաց նրան։ Ուստի ազատ գեղարվեստական արվեստների դպրոցն ավարտելուն պես 1919-ին Քոչարը վերադարձավ Թիֆլիս, ուր սկսեց նկարչություն դասավանդել տեղի հայկական դպրոցներում եւ զբաղվեց իր առաջին անհատական ցուցահանդեսի կազմակերպման գործերով։
Քոչարը երբ որ 20 տարեկան հասակում Թբիլիսիում բացեց իր անհատական ցուցահանդեսը, բոլորը զարմացած էին այդ մեծության վրա։ Եվ այդ ժամանակ հասկացան, որ ինքը բացառիկ տաղանդ ունեցող ազնվորություն է։ 1921-ին նա դասավանդեց Թիֆլիսի բարձրագույն պետական տեխնիկական արվեստանոցներում, ինչն ինքնին վկայում էր, որ 23-ամյա երիտասարդին Թիֆլիսում վերաբերվում էին իբրև կայացող եղանկարչի եւ վստահելի մանկավարժի, սակայն աստիճանաբար թե իր եւ թե մտերիմների համար ակնհայտ էր դառնում, որ անդրկովկասյան այդ քաղաքի ինձեռած հնարավորությունները նեղ էին Քոչարի պես արվեստագետի համար։ Արվեստում նրա որոնելիք ճանապարհն ու գեղագիտության մասշտաբները չէին կարող սահմանափակվել միայն նեղ ազգային ու խիստ ինքնաբավ թիֆլիսյան մշակույթի իմպուլսներով։ Արդեն այդ տարիներին Քոչարը ուժեղ հակում զգաց դեպի եվրոպական արվեստի հնոցում խմորվող նոր ուղղությունները, եւ նրա գեղագիտության մեջ ավելի ուժեղ էր ընդգծվում ձգտումը դեպի ռացիոնալիզմն ու պլաստիկ ծավալային ձևը։ Նրան ձգում էր նաեւ սիմվոլիկ մտածելակերպը, գեղագիտական հատկություն, որը բնորոշ եղավ նրա ողջ հետագա ստեղծագործական ուղուն։ Այս ամենին գումարած բարդանում էր նաեւ Վրաստանի ներքաղաքական վիճակը։ Անդրկովկաս ներխուժած բոլշևիկներին արվեստի վիճակը բացարձակապես չէր հետաքրքրում, ամենայն դեպս այդ տարիներին։ Քոչարի դեմ երկընտրանք ծառացավ, կամ մնալ Թիֆլիսում ու գերվելով հանգամանքներին խեղդել իր ձայնն ու մղումները, կամ հագուրդ տալ սովորելու եւ ստեղծագործելու իր ծարավին օտար եզերքում։ Նրա ընտրությունը օրինաչափ էր։ 1922-ին Երվանդ Քոչարը թողեց խորհրդային Վրաստանն ու մեկնեց Կոստանդնապոլիս, որտեղից ճանապարհ բռնեց դեպի իր պաշտած ռենեսանսի հայրենիքը՝ Իտալիա։ Այդ երկիրն անջնջելի տպավորություն գործեց երիտասարդ արվեստագետի վրա։ Վերջապես նա կարող էր իր աչքերով տեսնել այն, ինչ գիտեր անգիր ու գերազանց, ոչ պակաս քան յուրաքանչյուր իտալացի արվեստաբան։ Այստեղ, Իտալիայում, ամեն մի նկարի, քանդակի, ճարտարապետական կոթողի ու նույնիսկ օդի ու հոտի մեջ զգացվում էր պաշտած Լեոնարդոյի ու նրա գլխավորած ռենեսանսյան հանճարների ներկայությունն ու շունչը։ Քոչարը ցնցված էր իրեն համակած զգացողությունների ու հույզերի տարափից։ Որոշ ժամանակով նա հաստատվեց Վենետիկում, ուր նկարչություն էր դասավանդում Սուրբ Ղազար կղզու մխիթարյանների հայկական միաբանությունում։ Նա միևնույն ժամանակ աշխատում եւ հղկում էր ձեռքը։ Այստեղ Վենետիկում իր ստեղծած մի քանի դիմաքանդակների, մասնավորապես կարդինալ Լա Ֆոնտենի կիսանդրիի համար նա արժանացավ արծաթե մեդալի, իրողություն, որն ավետում էր արդեն եվրոպական արվեստասեր հանրության կողմից ճանաչվելու հեռանկարը։ Սակայն եթե Իտալիան գերազանցապես խորհրդանշում էր արվեստների փառավոր պատմությունը, ապա Եվրոպայում կար մի երկիր, ուր կերտվում էր ժամանակակից արվեստը, ուր խաչաձևում էին նոր հոսանքներն ու ուղիները, ուր մշակութային հեղափոխության հնոցում ծնվում էր նոր գեղագիտության դարը։ Այստեղ էր ապրում եւ գործում Մեծն Սեզանը, այստեղ էր Ռենուարը, Պիկասոն, Ռոդենը, այստեղ էին ժամանակի հանճարները, այստեղով էր անցնում դեպի ճշմարիտ արվեստ տանող ուղին։ 1923-ին Երվանդ Քոչարը թողեց Իտալիան եւ մեկնեց Ֆրանսիա, Փարիզ, ուր ապրում եւ գործում էր 20-րդ դարի գեղարվեստի աշխարհի սերուցքը։ Այն ժամանակների Փարիզը մոգական մի ուժով դեպի իրեն էր ձգում հազարավոր շնորհաշատ երիտասարդների, աշխարհի բոլոր ծայրամասերից ու անկյուններից։ Թեկուզ փոքրիկ ճանաչում ձեռք բերել Փարիզում կնշանակեր լինել հաջողակ գեղանկարիչ։ Դրվատանքի եփանցիկ մի խոսքի արժանանալ ժամանակի փարիզյան ռահվիրաններից կնշանակեր ընդունելի դառնալ բովանդակ աշխարհի արվեստասեր հանրության կողմից ու կայանալ։ Ուստի Փարիզյան բոմոնդին առնչվելու մեծ երազանքն ու հույսը ստիպում էր երիտասարդ արվեստագետներին կտրել հազարավոր մղոնների ճանապարհ, վատնել ունեցած չունեցածը, հաճախ կիսաքաղց ու անօթովան կյանք վարել այդ պերճաշուկ քաղաքի ծայրամասերի ծակուցուկերում, միայն թե թեկուզ տարիների ու զրկանքների գնով հասնել ճանաչումի, միայն թե նվաճել Փարիզը։ Մեծամասնության համար այդ երազանքները սին էին։ Շատերը ձեռնունայն են վերադառնում իրենց երկիր, ոմանք լուծում էին իրենց կարծեցյալ տաղանդը Փարիզյան կենցաղին ու չքանում դառնալով քաղաքենի, ուրիշները հուսախաբ եղած տրվում էին հարբեցողության։ Կային նաև այնպիսիք, ում համար հույսերի բեկբեկումը չէր հուշում, այլ ելք կան ինքնասպանությունը։ Ու միայն քչերն էին, որ գերոշտվածության ու նպատակամղվածության շնորհիվ աստիճանաբար ստիպում էին խոսել իրենց արվեստի արժանինքների մասին եւ հոլովել իրենց անունները։ Երվանդ Քոչարն այդ քչերից մեկ եղավ, ում վիճակված էր բառացիորեն նվաճել փարիզյան արվեստասեր հանրությունը,
իբրև վառ անհատականություն եւ գեղարվեստի ու քանդակի մեջ բոլորովին նոր խոսք ու հոսանք բերած արվեստագետ։ Արվեստի դժվարահաճ մայրաքաղաքում կարելի ասել, որ Քոչարը նկատվեց համարյան միջապես։ 4 ամիս էր անցել, ինչ Փարիզում էր, եւ նա մասնակցեց անկախների սալոնի կազմակերպած հսկայածավալ ցուցահանդեսին եւ արժանացավ նշանավոր արվեստագետների ուշադրությանը։ Հիացական հոդվածներ տպագրվեցին ֆրանսիական նշանավոր կարևոր մի շարք պարբերականներում ու ամսագրերում։ Արդեն 1923-ից մինչև 1926 թվականը նա ստեղծեց մի շարք կտավներ, որոնք ապշեցրին Փարիզն իրենց ուրույն ոճով ու հանդուգն նորարարությամբ։ Դրանցից առավել աչքի ընկնողներն էին բանաստեղծը, սրճարանը, սիրահարները եւ ընտանիք սերունդները։ Ըստ երևույթին նկարների այդ շարքն իրենով ավետեց նոր մի ուղղություն, հայտնություն գեղարվեստի պատմության մեջ, որը եվրոպական արվեստաբանները կնքեցին Peinture dans l'espace անունով, այսինքն տարածական նկարչություն։ Քոչարը հիմնադիրը դարձավ պլաստիկ գեղանկարչական նոր արտահայտչաձևի, որը ժամանակը ներառում է որպես լրացուցիչ 4-րդ չափում։ Հենց այդ պատճառով եվրոպական արվեստաբանական միտքը Քոչարին համարեց ժամանակակից արվեստի այն ռահվիրաններից մեկը, որոնք մի քանի տարում վերափոխեցին արդի գեղանկարչության մասին պատկերացումներն ու տակնուվրա արեցին աշխարհը։ Խորհրդային Հայաստան այցելության առաջին ամիսներին Քոչարը լի էր եռանդով ու ալարելու մղումով։ Նա գտնում էր, որ պետք է Հայաստանին, ուստի նույնիսկ անօրինակ զրկանքների պարագայում, անտեսելով նյութական ու սոցիալական բոլոր դժվարությունները, ինքը պարտավոր է արարել։ Վերածնվող հայրենիքն ըստ իրեն այդժամ ինչպես երբեք կարիք ուներ լուսավորվելու պրոգրեսիվ մշակույթի համամարտկային արժեքներով։ Դեռևս Փարիզում եղած ժամանակ նա ծրագրել էր Հայաստանում արմատավորել դեմանսիոնիզմը, նորագույն արվեստի բանաձևերն ու հիմունքներն արտացոլող մի գեղագիտություն, որի մանիֆեստի նախաձեռնողներից էր ինքը եւ որի դրույթային փաստաթղթում իրենց ստորագրություններն էին դրել Փարիզյան դպրոցի ամենաերևելի ներկայացուցիչները։ Սակայն ժամանակն ու հետագա իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան անհամատեղելի էին Քոչարի ազնիվ մղումները խորհրդային կարգերի թելադրած իրականության հետ։ Արդեն երկրում տիրում էր ստալինյան բռնապետությունը եւ պարզ է, որ այս տոտալիտար երկրում, ուր բացառապես դավանվում էր սոցիալիզմը, Քոչարի արվեստը ընդունելի չէր կարող լինել։ Դեռ ավելին նրան մեղադրեցին ֆորմալիզմի մեջ, ինչը հավասարազոր է ժողովրդի թշնամի լինելուն։ Նրա արվեստը չընդունվեց նաև երկրորդ կարևոր հանգամանքը նաև այն է, որ այդ արվեստը հասկացող չկար։ Նրա հայրենադարձության օրից մեկ տարին դեռ չանցած սկսվեց 37-ի մղձավանջը։ Բանտերն ու կալանավայրերը լցվում էին հազարավոր քաղաքացիներով, մեղավոր թե անմեղ։ Տարաբախտներով լեցուն գնացքները երթ էին բռնում դեպի հյուսիս, դեպի հեռավոր Սիբիր եւ ամենուր վխտում էին մատնիչները, որոնց թեթև ձեռքով օրորից թվարանում էին մահվան դատապարտվածների սև ցուցակները։ Շատերի անունները գրվեցին այդ ցուցակներում, եւ մինչեւ ոգու խորքը ցնցված Քոչարի աչքերի առջև կալանում եւ ժողովրդի թշնամու խարանով էին կնքում նրանց, ովքեր դեռ օր առաջ որպես ժողովրդի պարծանք էին ընդունվում։ Այդ ճակատագրից չխուսափեց նաեւ Չարենցը, մարդ, ով ջանքեր թափեց Քոչարին Հայաստան բերելու համար։ Քոչարը գուցե հասկանում էր արդեն, որ պատժիչ մեքենայի ամենատեսաճքը հսկում է նաեւ իրեն։ NKVD-ի մթին զնդանների հերթական զոհը դառնալու հեռանկարը, ինչպես երևում էր, միայն ժամանակի խնդիր էր, ու չնայած դրան, նա աշխատում էր, շարունակում արարել, քանզի առանց դրա չէր պատկերացնում իր կյանքն ու գոյությունը։ Հայաստանյան կարգերից ապրած խորը հիասթափությունը իզորու չեղավ կոտրել եռանդուն որոնողի ու նորարարի նրա ոգին։ Դրա ապացույցը դարձան 30-ականների ու 40-ականների նրա ստեղծագործությունները, որոնց թվում առավել մեծ գնահատականի արժանացավ Սասունցի Դավիթ կոչվող գրաֆիկական շարքը, որը Քոչարն ստեղծեց ասորաբաբելոնական բարելիեֆները հիշեցնող ոճավորումներով։ Դա իսկական մի գլուխգործոց էր, թեմատիկական նյութի այնպիսի համոզիչ լուծումով ու վերարտադրությամբ, որ անվանի ակադեմիկոս Հովսեփ Օրբելին անմիջապես վճիռ էր կայացրել հենց այդ շարքով նկարազարդել հայկական էպոսի նախապատրաստվող հրատարակությունը։ Դա եղավ 1939-ին, իսկ 2 տարի անց վերջապես վրա հասավ երկար սպասվող աղետը։ 1941-ի հունիսի 23-ին մեծ հայրենական պատերազմի հաջորդ իսկ օրը Քոչարին կալանավորեցին, արևմտյան երկրների օգտին լրտեսություն անելու ցնորամիտ մեղադրանքով։
Ոչ մի բառով ու նկարագրությամբ հնարավոր չէր փոխանցել այն, ինչ ապրեց Երվանդ Քոչարը 2 տարուց ավելի տևած իր բանտարկության ժամանակ։ Անդադար տևող հարցաքննություններն ու կտանքները տանջահար էին արել նրան, խանգարման եզրին հասցնելով հոգեկան ու նյութելով մարմինը։ Բարբերաբար գլխին հասցվող հարվածներից նա կորցրեց լսողությունը, սակայն դա միայն իր կրած չարչարանքների ֆիզիկական հետևանքն էր։ Կարևորն ինչ վերջնականապես կորցրեց նա բանտարկության տարիներին, խորհրդային հասարակարգի հանդեպ հավատի չնչին նշույլն էր։ Քոչարը մեկընդմիշտ ատելությամբ ու կամարանքով լցվեց այն կեղծիքի հանդեպ, որը հորջորջվում էր խորհրդային արդար հասարակարգ բարձր ու վեհ անունով։ Դատապարտված լինելով մինչև իր կյանքի վերջն ապրել խորհրդային միությունում, նա չդադարեց քննադատորեն, երբեմն էլ բացահայտ կամարանքով խոսել սովետական հասարակարգի մասին, որը խլում էր մարդկանցից արժանապատվությունն ու ազատությունը եւ դատապարտում նրանց անասնականացման։ Իր կողմից հասարակարգը չէր դադարում ամեն կերպ ճնշում գործադրել մի մարդու վրա, ով հանդգնել էր արևմտյան ազատական արվեստի մանիֆեստներով ներխուժել խորհրդային պաշտոնականացված մշակույթի ոլորտ, խաթարելով, գազմալուծելով հիպնոսային նյութի ու համատարած բթացման գործընթացը։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի հանգուցալուծում կունենար Քոչարի ճակատագիրը, եթե Անաստաս Միկոյանի բարձր միջնորդությամբ նրան չազատեին բանտից 1943-ի աշնանը։ Թեև պարտադրանքով նա շարունակում էր կոչվել սովետական արվեստագետ, բայց եւ այնպես լայն իմաստով հաշտությունը չկայացավ։ Գաղափարական հակամարտությունը Քոչարի եւ իշխող հասարակարգի միջև ամբողջությամբ տեղափոխվեց մշակութային դաշտ։ Իշխանությունները ամեն կերպ ձգտում էին ջնջել նրա կենսագրությունից փարիզյան փառահեղ շրջանը, սահմանափակել ու խոթել նրա գեղագիտությունը սոցիալիզմի տափակ շրջանակներում ու մեծ եւ ազատ արվեստագետից վերածել նրան կամակատար ստրուկի։ Ինչ արժեին միայն Ֆելիքս Ձերժինսկու եւ նման շատ անձերի քանդակների պատվերները, որ պարտադրաբար պիտի կատարեր Քոչարը ի հեճուկս իշխանությունների։ Նման մեթոդները, ինչպես նաև ֆորմալիզմով տարվելու բարբերական մեղադրանքները կոչված էին սանձելու նրա ազատամտությունն ու մտրակելու նրա արվեստը պահանջվող միակ ուղուց շեղվելու համար։ Արվում էր ամեն ինչ նրա ստեղծագործական ոգին ճնշելու, բսկտելու համար։ Բավական է նշել, որ հայրենիք վերադառնալուց հետո առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպվել է Երևանում 30 տարի անց միայն։ Անշուշտ մեկուսացումը, բանտը, արգելքները իրենց ազդեցությունն են թողել Քոչարի ստեղծագործության ընթացքի վրա, սակայն պետք է ասել, որ գործեց նաև հակազդեցության օրենքը։ Շատ մեծ դեր ունեցավ նաև 50-60-ականների Խրուշչովյան ձնհալը։ Այդ ժամանակահատվածը Քոչարի Երևանյան շրջանի այս ստեղծագործական թռիչքների եւ հույսերի արթնացման շրջանն էր։ Քոչարը թեև արտաքնապես ստիպված էր հաշվի նստել իրականության հետ, այնուհանդերձ ներքուստ հավատարիմ մնաց ազատ մարդու եւ ազատական արվեստի իր դավանանքին։ Նրա լավագույն ապացույցն էր Քոչարի բուրըն ստեղծագործական վերելքը Խրուշչովյան հալոց կոչվող ժամանակամիջոցում։ Այն ցույց տվեց, որ գեղանկարիչ ու արձանագործ Քոչարը բոլորովին էլ չի դավաճանել իր գեղագիտական սկզբունքներին, որոնք առավել արտահայտիչ էին ավանգարդ արվեստի նրա կերտած նմուշներում։ Հիշատակար ժամանակաշրջանում ծնվեցին ստեղծագործություններ, որոնցում մայստրոն դիմեց իր սիրած ազատ ու հանդուգն էքսպերիմենտներին, համադրելով ֆուտուրիզմի, սյուրռեալիզմի եւ սիմվոլիզմի գծերը եւ արդյունքում ստանալով բարոկոյին հատուկ դինամիկ գեղանկարչական եւ գրաֆիկական կոմպոզիցիաներ։ Ըստ էության, նրա փորձարարությունները վերաճեցին գեղանկարչական հզոր ու ավարտուն գործերի, որոնցից ամենանշանավորներն էին 1960-ին եռաչափ սկզբունքով վրձնած Աղջիկը պատշգամբի նկարը եւ իհարկե անկրկնելի գլուխգործոցը պատերազմի արհավիրքները կոչվող լայնակատապ կոմպոզիցիան։ Նույն սկզբունքային փորձարարությունները Քոչարն արեց նաև արձանագործության մեջ, ինչի արդյունքն էին մելանխոլիա, կիբեռնետիկայի մուսան եւ շատ ուրիշ անճարեղ քանդակներ։ Սա պատասխանն էր երկար տարիների ճնշումներին, ստորացմանն ու արվեստագետին հավատափող անելու նենգ ու ճղճին փորձերին։ Ծեծված, մեռած ու իրեն սպառած խորհրդային պսևդոռեալիզմին մայստրոն հակադրեց արվեստի մշտնջենական զարգացման հեռանկարն ու էմոցիոնալ հզոր իմպուլսներով լիցքավորված երևակայության թռիչքի անսահման հնարավորությունները։
հայ նոր գեղանկարչության ու քանդակային արվեստի ակունքներում կանգնեց 60-անց մի մարդ, ում ոչ միայն վարպետության, այլև նորարարության մղող ավյունի հետ չէր կարող պոտ գցել թերևս ոչ ոք երիտասարդներից։ Այդպիսին էր Քոչարը, անկրկնելի մի անհատականություն և ֆենոմեն համաշխարհային արվեստի պատմության մեջ, ով պատանի տարիքում արդեն հասցրել էր ընկալել արվեստը հասուն ստեղծագործողի դիրքերից և զառամյալ հասակում ցուցաբերել արվեստում միայն երիտասարդ ավյունին հատուկ ու բնորոշ որակներ։ Այդ էր պատճառը, որ չնայած իշխանությունների ընդհանուր առմամբ անհաջող վերաբերմունքին, նրա շուրջ խմբվում էին երիտասարդներ և նա անփոփոխ հայտնվում էր տարատեսակ մշակութային հավաքույթների կենտրոնում։ 70-ական թվականներին, երբ որ Քոչարը հայտնվում էր փողոցում, մեր նման երիտասարդները տենց շրջապատում էին իրեն եւ հետևից քայլում էին, որ որևէ տեղ նստել սուրճ խմելուց մեկ-երկու բան լսեն, սովորեն կամ հասկանան արվեստի իսկական գաղտնիքները եւ այլն։ Քոչարի իր մարդկային հատկությունները, իր պահանջները, իր խնդիրները եւ ասում են մայստրոն եկավ եւ պատահական չի, որ Քոչարից հետո որևէ մեկին չեն ասում մայստրոն եկավ, չեն սպասում որպես մայստրոյի, ինչպես սպասում էին Քոչարին։ Քոչարի երևույթ էր, երբ որ նա նստում էր սրճարանում, բոլորը հավաքված իր շուրջը, բերանները բաց լսում էին, նա խոսում էր ամեն ինչի մասին։ Քոչարը նաև գյուտարար էր։ Նրա անձնական արխիվում պահվում են մի շարք գյուտերի համար ստացված հեղինակային իրավունքներ։ Դրանցից առաջինը ստացել է 1932 թվականին Փարիզում էլեկտրական հրահանի գյուտի համար։ Մյուսը ստացել է Մոսկվայում 1948 թվականին նոմաներկի նոր բաղադրատոմսի հայտնագործման համար։ Քոչարի անձի ձգողական ուժը ստիպում էր բոլորին հավաքվել նրա շուրջն այնպես, ինչպես տապից փախչողներն են ապաստանում հսկա ու սաղարթախիտ ծառի ստվերում։ Պատճառը նրա անձն էր, նրա հզոր անհատականությունը, պայծառ միտքն ու գիտելիքների եւ փորձի շտեմարանը։ Ես դեռ շատ երիտասարդ էի, բայց իսկապես շատ տպավորված եմ։ Գուցե սխալվեմ, չհիշեմ թիվը, դրա համար չեմ ուզում ասել, երբ էր նույն նկարիչների միությունում բացված Երվանդ Քոչարի ստեղծագործությունների ցուցահանդեսը։ Մինչև իմ աչքից առաջն այն գործերը եւ անգամ հիշում եմ, որ մի գործը, որ մի պատին էր կախված։ Իմ վրա նույնպես մեծ ազդեցություն է թողել այդ նկարիչը։ Քանդակագործների վրա այդ քանդակագործը, գրաֆիկների վրա այդ գրաֆիկը։ Ներառելով իր հետաքրքրությունների շրջանակում համամարտկային քաղաքակրթության պատմության ողջ կտավը, նա ասես ճանաչողական կենթանի կամուրջ լիներ երիտասարդության համար, որ կապում էր իրար արվեստի դարաշրջանները եգիպտական բուրգերից ու ռենեսանսից մինչև նոր ժամանակներ, բացահայտելով նույնականությունն ու հավերժը այդ չափազանց տարբեր դարաշրջանների արվեստում, անհագուրդ ձգտումը բացարձակին։ Իր բովանդակ կենսագրությամբ ու ստեղծագործությամբ Քոչարը հստակեցրեց արվեստի գերագույն արժեքի եւ նպատակի գաղափարը, որը վերացեց գրավոր խոսքի ու մանիֆեստի պես հնչեցրեց իլուր մարդկության։ Արվեստը միանավարտ կամուրջ է, որի մեկ ոտքը հենված է կյանքի վրա, իսկ մյուսը մեկնված է դեպի անեզրությունը։ Ամեն մի հանճար երկարացնում է այդ ոտքը, որպեսզի գտնի երկրորդ հենարանը, եւ այդպես անվերջ։ Դրա համար արվեստը մարդկության լավագույն իղձերի անվախճան պատմությունն է։ Ամեն արժեք գեղեցկություն է դառնում, բայց գեղեցկությունն ամեն արժեքից բարձր է։ Արվեստն անիրական կյանք է, ու նրա ճշմարտությունն այլ է, քան կյանքի ճշմարտությունը։ Հռչակվելով իբրև հայ իրականության մեջ ապրող ամենակոսմոպոլիտ մտածող եւ այդ պատճառով ժամանակին շատերի կողմից մեղադրվելով իր արվեստով հայ իրականությունից հեռանալու մեջ, Քոչարն այնուամենայնիվ ապացուցեց, որ ազգային ինքնությունն իր գեղագիտության մեջ արտահայտված է առավել քան որևիցե այլ հայ արվեստագետի ստեղծագործություններում։ Նա կերտեց մոնումենտալությամբ եւ էքսպրեսիվ հուզականությամբ աշխարհում նմանը չունեցող մի կոթող, իր քանդակագործական արվեստի բարձրագույն գագաթը համարվող Սասունցի Դավթի արձանը։ «1975-ին Քոչարը ավարտին հասցրեց մյուս գլուխ գործոցը՝ Վարդան Մամիկոնյանի արձանը, գործ, որի շուրջ մինչև օրս չեն դադարում բուռն բանավեճերը
ինչն ինքնին արդեն վկայում է այդ ստեղծագործության կարևորագույն տեղի եւ դերի մասին։ Փաստն այն է, որ հայ արվեստի իրականության մեջ բացառությամբ թերևս Սարյանի Հայաստան կոչվող պանոյի անհնար է գտնել համարժեք ստեղծագործություններ, որ համեմատության մեջ կդրվեն Քոչարի այս երկու գործի հետ, ազգային ոգու եւ ինքնության արտահայտչականության ուժի տեսանկյունից։ Դա էր Քոչար արվեստագետի մեծագույն պարադոքսներից մեկը։ Իր մեջ նա համատեղում էր ամենակոսմոպոլիտ մտածողին ու ազգի հույզերով ապրող նվիրյալ հայրենասերին։ Սակայն դրանում թերևս հակասական ոչինչ չկա, քանզի իրականում անհնար է մեկն առանց մյուսի։ Իր կյանքի մայրամուտին 1976 թվականին Երվանդ Քոչարը արժանացավ Խորհրդային Միության ժողովրդական նկարչի կոչման։ Դա չափազանց ուշացած հաշտության ժեստ էր պետության կողմից։ Կոչումը չէ, որ իր ողջ կյանքում նա սպասեց իշխանություններից ու գործընկերներից։ Նա ընդամենը վստահություն եւ ազատություն էր տենչում արարելու, աշխատելու իբարս իր պաշտած ժողովրդի։ Այսօր եւս շատերն են անվերապահորեն ընդունում Քոչարի մեծությունը, սակայն քչերին է հասու նրա արվեստը։ Այն հասկանալու համար պետք է քաջատեղյակ լինել կերպարվեստի պատմությանը, ծանոթ լինել անցյալ դարի 20-30-ական թվականների գեղարվեստական անցուդարձին, պատկերացնելով նաև այն հիմնարար գեղագիտական սկզբունքները, որոնց հավատարմորն էր Քոչարը մինչև իր կյանքի վերջը։ Ըստ որդու Հայգազ Քոչարի, վերջին օրերին Երվանդ Քոչարը դուռը միշտ կիսաբաց էր պահում, եւ իր վերջին օրերից մեկի ժամանակ, երբ բազկաթոռի մեջ նստած դարձյալ խորասուզվել ու հայացքը հարել էր հեռուն, որդուն ասաց. մահանում եմ որդիս, բայց բնությունն ինչ անտարբեր է։ Նորից ասեմ, որ ես խոնարհվում եմ Քոչարի նման մեծության առջև եւ թող նման մեծություններ 100 տարի մեկ է կամ չգիտեմ քանի տարի մեկ է լինելուց կարողանա մեր հասարակությունը, կարողանա մեր ղեկավարությունը ամենը տեսնել, արժեքավորել, որովհետև ազգը իր լավ եւ ազատ արվեստագետներով։ Երվանդ Քոչարն իր մահը կնքեց 1979 թվականի հունվարի 22-ին Երևանում, 80 տարեկան հասակում։ Զարմանալի մի տրամաբանությամբ նա արժանի չհամարվեց թաղվել Կոմիտասի անվան Պանթեոնում, Սարյանի, Թամանյանի եւ այլ մեծերի կողքին։ Նրա աճյունը ամփոփվեց Թոխմախի գերեզմանատանը, քաղաքային կոչված Պանթեոնում։ Ոչ եւ 1000 անգամ ոչ։ Երվանդ Քոչարին չի կարելի սովորական նկարիչ համարել։ Հարածանոթ որակումները, մագդիրներն այս դեպքում անիմաստ են։ Ինչպես բնութագրել նրան։ Հզոր թե հանճարեղ։ Այս երկու որակումների միջև դեռևս կարելի է տատանվել, չնայած ես հակված եմ երկրորդին, Անդրե Պասկալ Լևիս։